Ես գիտեմ, որ եւ Արշակ Սրբազանն է ուզում կարգը թողնել եւ վեհապարն է ընդդիմանում, հույս ունեմ, որ այս գործընթացները եւ ավելի ստվար խումբը եպիսկոպոսների, իսկ դա կարող է 1 տասնյակից ավել լինել, իրապես նշան կլինի, որ վեհապարը պիտի գնա հանգստի։ Իսկ վեհապարի մոտ այդ ընկալումը կա, որ անդառնալիության կետը արդեն հատվել է եւ ինչ որ մի պահի արդեն պիտի հեռանա, որովհետեւ մենք ամեն դեպքում տեսնում ենք, որ համառ պայքար է գնում եւ ինչ որ մի բանի է սպասում կամ ինչ որ մեկը խնդիրը նա է, պետք է հասկանալ, թե ինչքանով է այս որոշումը կախված բացառապես վեհապարից։ Մենք պիտի հասկանանք արտաքին ազդակներ, արտաքին ինչ գործոններ կան։ Ռուսական մամուլը շարունակում է այս հոդվածում Նեզավիսիմая գազետայի նշվում է, որ իշխող քաղաքացիական պայմանագիրն այնպես է ուրախացել այս ընտրությունների արդյունքներից, կարծես նրանց հաջողվել է կաթողիկոսին հեռացնել։ Ինչը նշանակում է, որ կաթողիկոսը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դարձել է ռուսների համար, այսպես նաեւ իրենց ամրությունը ապահովող եւ ռուսական շահերն ու ներկայությունը ապահովող կարևոր կառույց։ Օրինակ մենք չլսեցինք այդ հրապարակումները հերքող որևէ հայտարարություն Մայրաթորից ասելու, որ մենք մեր ժողովրդի եկեղեցին ենք եւ չենք պատրաստվում ռուսների համար օրինակ գործիք լինել Հայաստանում ազդեցության տարածման համար։